Բարի լույս ընկերներ ջան, ոնց եք, հենց ցուրտ ա մեր մոտ, առավոտյան որ արթնանում ենք մեքենայի վրա, սառույցի նման որ կսենց շղարշ, սենց ցրտից բանա առաջացած լինում, մի շերտ, սառը շերտ, խոսքով Ալեքսին տարել ենք դպրոց, եկել ենք այսօր ուշ եմ գործի գնալու, որովհետև նախապես ասել էի, լոգոպեդի հետ երեխու հանդիպում ունեի, լոգոպեդին տեսանք, խոսեցինք բավականին երկար, որ լոգոպեդա հարկավոր մի խոսքով այնքան փաստաթղթային անդադ գնար, իտես հարցեր, պատասխաններ, մի խոսքով սիրելի բարեկամներ, այդ արեցինք, հիմա մի քիչ ժամանակ ա մնացել ինձ, հաց չունենք, եկապես տանը հաց չկա, իմ առօրյան փոխվել ա գլխի վայր, ընտանիքիս անդամներին է ևս, պարզա չէ, որ երկար ժամանակ տան կինը զբաղված է տան գործերով, ամեն ինչ գիտի ինչը, երբ, ոնց պետք է անի, մի խոսքով ինձ հասկացան բոլոր այն կանայք, ովքեր ոնց որ երկար ժամանակ աշխատելուց հետո աշխատանքի են դուրս գալիս ու որոշ բաներ պետք է իր ֆունկցիայի մեջ ընկնի։ Հիմա մի հատ այնտեղ մախշերից միասին հաց առնենք ու հետո ոչ տապում գնամ գործի։ Առանձնապես շատ բան հարկավոր չի, ինչ միսա տեսնես, մարինացված կոզա։ Ասեցի չէ, որ այնտեղ մախշեր եկել, տեսնես ուրիշ ինչ կա, մեզ պետք կա։ Չէ, այս նորություններ են, հա, 699, 730 նավիներ, ես երի մենակ հացը վերցնեմ շուտ, ինչ է, տոպրակով եկեք տեսնեմ, 6 €49 այս տոպրակը, մեջը կիտրոնը, նարինջ, հա, չէ տանց, 650 գրամ, խնձոր, էլի 650 գրամ նարինջ և անանաս մի հատ 649 բոլոր մրգերից տանանեի, բացի անանասը կպչան անտան մրգերը վերցնեմ հաց, բայ, մեր հացից մեն ես ինչ լավ բանը 4 սակ նույնիսկ ունեն բուդան կվերցնեմ, ես ասել եմ, չէ, խոզի արյունից է պատրաստված, ամբողջությամբ խոզի արյունն է, այս կարմիրները, բայց ես երևի թե բայց փոքր կտոր կվերցնեմ, որովհետև որ մնում է այդքան հաճելի չի հետո ուտելը, չունեմ մի քիչ փոքր կտորը, մի ընթրիքի համար, որ կտրենք, ուտենք, որ չմնա։ Համ ուզում եմ սիրուն կտոր լինի, համ էլ այս մեկը տեսնեմ, հա, մեջտեղ է կտորը համ էլ մեծ չի լինի, շատ չմնա, ասել չնայած երիք ավելանը, բայց թե հանա 165 կիլոն, հա, չէ 150 գրամ այս 273 ասել կոնֆիտյորներ են ուզում ունենք տանը այստեղ սալատներ են, պետք չի գնումներս վերջացրեցի, նոր հարևանուհուս տեսա ահագին խոսեցին, պշանում եմ արդեն, բայց երեխեք շատ զգուշ եղեք ձեր բանկային քարտով գնումներ մի արեք, փորձեք գնումները ձեր արեք միայն քեշով, փորձեք գիտեմ այս թվին դա հնարավորությունը շատ ավելի հեշտ է բանկային քարտով անել, ասեց մի քանի օր առաջ բանկային քարտը դատարկել են 0, ոչ մի բան չեն թողել բանկային քարտին, ինտերնետով ինչ-որ բան է փորձել վաճառել, ինքը ինտերնետով գնումներ անում է,
հարևանուհիս ու հետո լինում որ ինչ որ չեմ էլ որ սայտ ասեց Ոնդեն մի խոսքով անունը չեմ հիշում ես որ չեմ օգտվում է դրանց ասեց այդ դրանով փորձել է ինչ որ բան վաճառի 28 եվրոյանոց ինչ որ մեկը կապվել է հետը հազմադե բանկային տվյալները այնտեղ կան գրել է որ փողը փոխանցեն այդ բանկային հաշվի համար որ հետո ինքը այստեղից փոստով ուղարկում է մի խոսքով չգիտեմ ինքը ոչ մի բան չի արել ասում ես ոչ մի բան չեմ արել ոչ մի տվյալ չեմ տվել եւ այլն մի խոսքով տեսել է հեռախոսի անդադ բան է եկել որ ձեր հաշիվը դատարկվում է մինչև փորձել է բանկի հետ կապ հաստատել մինչև փորձել է այս անել այն անել չի կարողացել այդպես էլ հետո եղել է շաբաթ այստեղ գիտեք որ զանգում ես ժամերով կարաս զանգես ու ուզում ես զանգես քեզ երբեք ոչ ոք չի պատասխանում երկու օր հետո է միայն կարողացել վերջապես կապ հաստատել գնացել էլ է բանկի մասնաճյուղը նենց չի որ գնաս այնտեղ մարդ կա ու քեզ կդիմավորի պետք է պայմանավորվածություն ունենաս մարդ լինի աշխատող մի խոսքով ինչի եմ այսքան ձեր գլուխը տանում չի ստացվել ասել են ձեր բանկից գումարը դուրս է եկել մենք ոչ մի բան չենք կարող անել կլրացնենք ինչ որ թղթեր են լրացրել ինքը ոստիկանություն է գնացել ոստիկանություն հայտ է տվել եւ այլն մի խոսքով բայց այդ գրեթե 0 է 0 հնարավորությունը որ կարողանա ինքը իր գումարը հետ բանանի ասում ոնց որ մի ամիս աշխատել եմ անիմաստ բոլոր քարտեզ գումարը գնացել է մի խոսքով զգույշ եղեք հանցագործությունները ամուսնուս աշխատանքային թեման հենց նաև դա է այդ որ հիմա գրում է գրքեր AI-ը շատ լավ է բայց նաև շատ մեծ վնասներ է հասցնում դրա համար փորձեք ձեր գումարը լիկվիդ արեք թուղթ սարքեք ու հնարավորինս փորձեք օգտագործել թղթադրամներ օնլայն գնումներից, վաճառքից, գնումներից, մի խոսքով ամեն ինչից զգուշացեք։ Ես հասատուն շուտ այս ձեռքին ստեղավորեմ։ Այ պուծուր, լվոնցան համբեր սպասում իր համակարգչին։ Ահագին երկար ժամանակի համակարգիչը վերևում էր իրա, բայց ջեսը նոր ծրագիր է ուսուցողական գնել իր համար, բան, օնլայն, մեկ ամիս, տեսնենք ոնց կլինի, հիմա փորձում է տեղադրի ես Ալեքսի համակարգչի վրա, մի խոսքով, որպեսզի երեխեն խաղերի միջոցով կարդալ է սովորացնում, տարբեր բաներ, մաթեմատիկա է, քիմիա է, ամեն ինչի վերաբերյալ կա, օր մի կես ժամ, մի ժամ որպեսզի անցկացնի, հետաքրքիր կլինի ինձ թվում է։ Պատրաստ ասա, օրինակ այս ծրագիրը Եգիպտոսի մասին է, ցույց է տալիս ու Եգիպտոսի պատմությունն է բացատրում, ավելի հասկանալի լեզվով, չէ? Mummification. Ես ձեզ դեռ չեմ հասցրել նորմալ այսպես բարևել, բարի լույս սիրելի բարեկամներ, մեզ մոտ օրը շաբաթ օր է, բոլորս տանն ենք, մազերս ինչու են այսպես այս կողմանկում, ինչև Ալեքսիս իր այդ ծրագիրով է զբաղված, իր համար նախաճաշը հաց կարագ սաղմոն ձուկն է, չնայած այն կողմից չիպսը տարել, հիսատ պռատ կերավ, բանանեմ հեսա, ես պետք է ուտացնեմ, հեսա բերանը մտցնեմ, որ ուտի, թե չի ուտելու, բայց մինչև այդ նաև տները պետք է մաքրեմ, այս տան մաքրության գործերով կզբաղվեմ, հետո ընթացքում կմիանամ, որ տեսնենք ոնց ենք շարունակելու մեր գործերը, շաբաթ օրերը ոնց է լինում, բոլորի մոտ երևի թե նույն պրոցեսն է, տան ինձ որ բացակայում ես, հետո տանը լիքը գործեր է հավաքվում այդ ընթացքում, դրանք հարկավոր անել, կարգի բերել, ընթրիքի հարցերը լուծենք, տեսնենք թե այսօր ինչ եմ սարքելու, ոնց եմ սարքելու, ինչև է, բայց առաջինը մաքրություն ենք անում։
Այս հատվածը մաքրեցի ամբողջությամբ ու նաև այս կհիշեք ակսիոնից է վերցրել, դեռ չեմ օգտագործել, նոր հանել եմ, որ օգտագործեմ ու ինձ թվում է սիրուն է բավականին, կարելի է երկու կողմով էլ օգտագործել, այս սպիտակով մուգ, եթե մուգ լինի այս բանը, մուգի վրա օգտագործել, այս սերին էլ սենց օգտագործեմ, Ալեքսիս սենյակն եմ մաքրում, ճիշտ ասած մտածում եմ այսօր Ալեքսիս հետ ինչ-որ տեղ տանեմ երեխուն, ինչ-որ տեղ գնանք, բայց հազում է առավոտից, քիթիկներն են գալիս, մի տեսակ, ինձ թվում է այդքան էլ լավ միտք չի, արևն էլ շատ խաբուսիկ է ու ցուրտոտ է դրսում, այստեղ իր սենյակն եմ մաքրում, բնականաբար կարգի բերեմ, դարակները մաքրել եմ, հավաքել եմ այդ հատվածները, մնում ուղղակի սրանք դուրս հանեմ, բոլորը մաքրեմ, որից հետո արդեն ընթրիքի ժամը կգա, ստեղ կարգի բերել հարկավոր, լավ ես արագ անեմ, չեմ նկարում այս հատվածը, շատ եմ նկարել, գիտեք ոնց է իմ մաքրությունը, ինչ-որ փոփոխություն չեմ անելու, ուղղակի մաքրություն։ Այսօրվա ընթրիքի համար պատրաստում եմ սխտորով հավ, ձիթայուղ էլ ավելացրել, մի փոքր կարագիլ կավելացնեմ, որովհետև սխտորը հետո սրա մեջ եմ տապակելու, կրծկամիս ուղղակի սև պղպեղ, կարմիր պղպեղ կանեմ, աղ կանեմ ու այստեղ կտապակեմ, սրա հետ նաև բրնձով փլավ եմ պատրաստում, դա է ինձ հարկավոր լինելու, ինձ երկու հատ սենց մեծ կրծկամիսը բավական է, սխտոր եմ վերցրել սենց 3, երկուսը միջին չափի մի հատ ու կես, սա էլ բավական կարելի է մի հատ էլ ավելացնել, եթե սխտոր սիրում եք, բայց ես մի հատ էլ սոխ եմ ավելացնելու հիմա, սոխն էլ հանեմ մաքրեմ ու տապակելուց միասին կանենք ամեն ինչ։ Հավի կրծկամիսը այդպես շատ հաստ կրծկամիս չի, որ ես բան անեմ, մեջտեղից բաժանեմ, դրա համար ուղղակի ծակեր կանեմ պատառաքաղով։ Այսպես։ Եթե մի քիչ հաստ լիներ, կարելի էր մեջտեղից բացել, բայց կոնկրետ սա, այս մեկը մի քիչ հաստոտ է, այս մեկը ավելի բարակ է։ Վերջ։
Թողենք թող լավ կարմրի։ Ճիշտն ասած հավիկը սկավ միսը նախապես չկտրայեցի մեջտեղից, ասեցի չէ բարակ էր ինձ թվում, բայց ամեն դեպքում եփող ընթացքում, տապակի ընթացքում լավ բարձրացավ, որպեսզի մեջը համոզված լինեմ, որ լավ եփել է, մեջտեղից կտրեցի երկուսն էլ, ուզում էի փափուկ լիներ, շատ չչորանար, բայց դե լավ բարձրացավ, ինձ բարակ էր թվում ամեն դեպքում։ Հիմա կտապակեմ բոլոր կողմերից ու կշարունակեմ։ And then it's going to be fun. They're going to tell you the story. Castle go! Bob rides a big wave. Wow! Լացրեցի սոխը, տեսակ, սխտորը, մեկ լավ գտալ, մեկ լավ ճաշի գտալ, ալյուր եմ ավելացրել, հիմա այսպես կբովեմ, կավելացնեմ մեկ լավ ճաշի գտալ, մեկ կամ երկուս ճաշի գտալ թթվասեր ու կաթ, ընքան որպեսի կրեմային լինի, կամ կարելի է մի անգամից կրեմ ավելացնել, սերուցք չունեմ։ Which one makes the most sense? Այսպես էլ շատ համոստացվում։ No, you can't surf in your bed. Ալեքսն ու Ջեսը կարդալ են սովորում։ You can't surf under the ground. Եվ մաստերդ կավելացնեմ մի փոքր կարճիցա, մանանեխ։ Հիմա կավելացնեմ թթվասերը։ Կաթը արդեն ընթացքում կավելացնեմ, սա, կտեսնեմ ինձ ինչքան հարկավոր կլինի։ Մանանեխը այսպես մի թեյի կտալ եմ ավելացնում, ես փոքր թեյի կտալա, շատ չեմ ավելացնում, որ շատ կծվություն էլ չլինի, Ալեքսի համար հաճելի լինի ուտելը։ Հիմա մի լավ կաթ կավելացնեմ էլի։ Ես սիրում եմ, որ շատ ա լինում այս խյուսը, որովհետև հաճելի է, ես սոխը բարձրացա վերև կարմիր սոխ էի օգտագործել, դրա համար մի քիչ մուգ է երևում։ Այս արդեն հետ ենք տեղափոխում սերուցքի մեջ։ Այսպես կիտրոն կավելացնեմ էլի, որովհետև կիտրոնով հանեղ է ստացվում շատ։ Մի քանի կաթիլ, բայց թվաշություն թող հաղորդի։ Կարելի է նաև կանաչի ավելացնել ու վերջ։ Կանաչիներից ես սամիթն եմ օգտագործում չորացրած, ինձ թվում է սամիթը միայն բավականացրան, շատ համեղ է ստացվում, իհարկե դուք արդեն կարող եք օգտագործել ձեր նախընտրած կանաչիները։